Հենց ստեղ էլ խմելու ենք սիրելիներս։ Այս տեսարանն էլ է հավես գեղեցիկ։ Ինչ անենք, որ մի քիչ անդասավորված է, որտեվ գործ են անում։ Այստեղ էլ մեբելն է։ Մարին կասել կոֆեն դրեց, ուշադիր նստել, վայելում է օրը։ Արդեն գրքերը հանձնել եք, չէ Մարինե ջան։ Այս դպրոց գնալ եմ։ Հա, 2 օր մնաց սիրելիներս դպրոց կգնան ու վերջ։ Наверное, ես չեմ գնա պոնդինոկ թորնիկ։ Ես գնալ եմ անգելի վիպուսկնային։ Հա, գնալու ենք վիպուսնոյ թորանս։ 2 հատ դաժան։ Խաչատուրի եւ Անգելինայի վիպուսնոն է։ Երբ է։ Ռուդիկը, հա։ Երբ է պանիձերնիկ։ Խաչուլին լավ սիրել։ Բարի լույս, բարի առավոտ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, թող բոլորիս օրը լինի խաղաղ եւ օրհնված։ Այսօր այսպիսի խառը վիճակ է մեզ մոտ։ Եվ սիրով ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Հիշում եք, չէ, որ ասեցի քար են գնել, այստեղ պետք է սալապատեն, քարեր շարեն։ Հիմա այդ գործողությունն են կատարում, սիրելի հետևորդներ ջան, քանդում են, մաքրում են, ավազ են լցնում, հետո բետոն հերթով, կարգով ցույց կտամ ձեզ, սիրելիներս, կկիսվեմ ձեզ հետ ամեն գործողությունը։ Հիմա մենք դրել ենք մեր կոֆեն, դուք էլ ձեր կոֆեն դրեք, միացեք Տիկին Մարինեի ընտանիքին, միասին կոֆեն խմենք, նոր անցնենք մեր գործին։ Առավոտյան ժամը 7-ն է, արդեն սկսել եմ գործը, սիրելիներս։ Առավոտվա կոֆեն յուրահատուկ համ ու հոտ ունի, շատ անուշ է առավոտվա կոֆեն։ Օրը բացվել է արևոտ, գեղեցիկ, անուշ, շուրջ բոլորս ծառերը կանաչ, գեղեցիկ օր այսօր։ Կոֆեն խմեցինք, վերջացրեցինք, մի քիչ էլ զրուցեցինք, ասեցինք, խոսեցինք, անցան իրենց գործին։ Հիմա այսենց քանդելով գալիս է այս կողմին նման, որպիսի հետո ավազ լցնեն, բետոն անեն եւ քարը շարեն, բորջուր անեն նոր։ Ահագին ծաղիկներս վնասվեցին, սիրելի հետևորդներ ջան։ Լիլիաները հանել ենք, կտնկենք ուրիշ տեղ, բայց այս կապույտ ծաղիկներս էլ չի լինի տնկել։ Ինչ արած, գործն է այդպես պահանջում։ Որտե՞ղ։ Խոսեր էլից։ Որդիս մի կողմի հողը արդեն դուրս հանեց, դրսում փոսեր կան, լցնում է փոսերը։ Հիմա անցել են այս կողմի վրայի քանդած հողերն են մաքրում։ Տեսնում եք, սիրելիներս, այս կողմի վրա արդեն լրիվ մաքուր է։ Հիմա սա էլ կհանի որդիս դուրս եւ կսկսեն հաջորդ գործողությունը կատարել։ Տեսո կապել, պա։ Վերլուցեն ինչ բան, շապ ապետան էլ ասում։ Չապ մկապ։ Երպետան ծիքի մասամարыз ասել։ Էնցերս, ես մեկ չապ ուրվեցենք, աստար ատեր մի տաղաներ ենք կվեցենք։ Շանքի կարոց դա։ Դրա պետով։ Դեր մե հատ տաղան։ Լար կապեց պալի բոլ։ Լար կապենք, հալեք։ Հենա, սամարը ձիքի բանի վերից թերքից։ Դիվիչանի հետ թոկա պատից օրի։
քարը, ոչ թե տակը մտա, վերևը պալիցոլ որ։ Ստուպենտա չէ։ Շատ կլինք արդեն։ Շատ փոքրի բի։ Որտեղ դե կարանաս դուս գաս։ Ու կլոնը քո 10 սանտիմ։ Բեմած վերևից գցենք, պահ շլանգի հարազի տան։ Մենակ ընդ ինչքան է տարբերությունը։ Որտեղ 10 սանտիմ ցածր իշ նստից։ Հենա մա դու սամարը զիքի ախր ջան, վերևը գցենք մատ փոցենք, չէ՞ կանենք տակով։ Բայց վերևը ճիշտ է։ Հետագայում արդեն դրա վրա ինչ էլ անես, հələ որ քարի մեջ պարծանես ավելի լավ է։ Թուրքիանը ուզում ավելի բան անել, էլի։ Վերան զիքի, պա ճակատո չի։ Իլիքյանի վերան զիքի թելը վերևը թույթա։ Այս է վերան զիքի էլի ու բալետով։ Այն հա պետք է տեսնելի։ Մի խփի, թող զիքիամ շուրը բալետով է կուրես վար։ Այս է զիքի։ Ուղղա թե Կարո՞ղ ես որ դուրս եմ իսկականից։ Հա, կարա, կային տեսնի թող։ Ես քեզ բաց հատում եմ։ Էս էլ լավ է։ Այսօր Մարին կաս տաննա։ Տատիկին կօգնեմ, մի քիչ հետո դուրս կեկեմ։ Ну, մի քիչ հետո չէ։ Երեկոյան հիմա շատ շոկ կլինի։ 2:30-ից մամայի հետ գամ տուն։ Հա։ Մաման 5-ին է գալ, 2 ժամ ու կես ինչ պետք է անես։ Գուլյать։ Գուլյать։ Ну, ես լավ կօգնեմ ձեզ, գիտեմ։ Կգնաս այսօր կգնաս։ Մեկ էլ տեսար երեկոյան գնացինք Մոսկվա գետը, Աբիշաց ենք արել, չէ։ Տեսնենք սիրելիներս ոնց կստացվի։ Որ մեր կարիքը տունը չզգան, ուրեմն կգնանք, եթե շատ շոկ չլինի, կգնանք ման գալու Մարինեզ հետ, եթե ոչ վաղը, գնալու ենք անպայման, չէ Մարինե ջան։ Մի շաբաթ որտեղ անձրև է գալու, չեն կարա։ Հա, կգնանք, ցույց կտանք։ Դե հիմա ինչով ես ուզում զբաղվես։ Կարանք հիմա գնամ։ Կեշային մի հատ, հիմա չէ, հիմա պետք է Կեշայից լողացնեմ։ Դու չես կարա լողացնես, դու փոխի, ջուր տուր, կեր տուր կեշային։ Ահա, հիմա դե գնա այդ գործողությունները մեղ կա ճվճվում ա, միգուցե ջուր ա ուզում սառը։ Ահա, հիմա եկանք կեշայ տագը փոխելու։ Երեք չառաջում եմ փոխել, հելա տեսեք ոնց է կեղտոտել։ Շոկ հանքնել աստարը ջիր ուզում։ Մի քիչ ջուր է թափել, նա թաթացել է։ Գնամ լվամ, շուտ գամ։ Ահա։ Լվացին, ջուրը փոխվին, հիմա եկի ձեզ թուղթ եմ վերցել, հետո կգրեմ միա չափսերով։ Էսի լիշնյանա։ Չափանեմ, որ կգրեմ։ Մի քիչ էլ է պետք կգրել։ Ոստե մի քիչ։
Все, ստացվեց իզերնի։ Ես իվերնի։ Դնում կող։ Կեր։ Վախանում եմ։ Չգիտեմ ինչի։ Հիմա գնամ։ Մի քիչ թափտամ կերը ու գամ։ Ահա, կեշայի կերը թափտվեցին, նայեք։ Իրիկունը նոր արդեն թազա կլսնամ։ Թող էտ էլ ուտի, վերջանան։ Ահա, կեշայց վերջացանք։ Աղետե չէ, կներեք։ Աստե ջուր չեմ լսրել, գնամ լսնեմ գամ։ Ահա, ջուրը լսրեցի, հիմա էլ գնամ տեղը պասեց, մոտիկ ասում եմ քիչ կեշայ։ Ոզեցի երևա։ Երևում է ձեզի։ Այսենց, հա, երևում է պասեց։ Խաղալիքը բարձասնեմ, կեշան էտ խաղալիքի էտ խաղում է, հետևորդներ ջան։ Էտ մի քիչ բարդ հա մտնում, պետքա ես պակուրատնի մատերով, վայ, նայք, ես մեկը մտաղում նաց այսի, հա չէ էլ է մտել, վսյո ուրաման, ահա, կեշա դուք պատրաստ ես, հիմա կեշային տանեմ էլի դուրս հետևորդներ ջան։ Սիրելիներս կոֆեն խմեցինք, վերջացրեցինք, մեկ քիչ էլ զրուցեցինք, եկաներս գազօջախին դրել եմ ձու, խաշվի, որպեսզի նախաճաշ անենք։ Եվ ես ինձ համար պատրաստել եմ նախաճաշ արդեն։ Սիրելիներս, սա էլ իմ առավոտվա նախաճաշն է։ Մատուցվող ամանի մեջ լցրել եմ կաթնաշոր, ավելացրել եմ մանր կտրտած թարմը վարունգ և տվարոժնի սիր, խառնել եմ իրար և ձուն կխաշվի, մեկ հատ էլ ձու կուտեմ։ Այստեղ էլ նախաճաշը դրել եմ Մարինկայիս համար, ամուսնուս և որդուս համար։ Խաշած ձու է, վարունգ պամիդոր է թարմը, մեր հողամասից թարխուն ենք քաղել, պաշտետ, երշիկի տեսականի, հայկական չանախ պանիրը և հորած պանիր, այստեղ էլ հայկական մատնաքաշն է, սիրելի հետևորդներ ջան, հենց պատշգամբում էլ դրել եմ, դե մեզ բոլորիս բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, ուտելուց հետո, նախաճաշելուց հետո կհանդիպենք, տեսնենք որտեղ ենք հանդիպում։ Նախաճաշից հետո բետոնը բացել եմ, միքսերով հարում եմ, որպեսզի շարեմ այդ լցված որտեղ ավազ կա բորդերը։ Շարելուց հետո շատ շոգ է լողանա և գնա առևտուր անելու, տան համար առևտրի է գնում Բուխտաշուկա և խանութ։ Սիրելիներս, իսկ հիմա ուզում եմ ձեզ սիրով ցույց տալ որդուս գնած գնումները, գնել է 6 հատ հայկական անուշ համով, բուրում է ուղղակի այս հացը, դեռ տաք է, մատնաքաշ հաց, գնել է վարունգ, պամիդոր, այս տիպի պամիդորները շատ հանող են, սիրելի հետևորդներ ջան, քաղցր և շատ համեղ, հլը տեսեք, գնել է մեր հայկական հորած պանիրը, մեր հայկական իսկական կճուճի մեջի պանիր է, նաև գնել է մեր չանախ պանիրը, տեսեք ինչ ծակոտիներով ընտիր պանիր է,
գնել է հատիկավոր կոֆե, բուխտա շուկայում, տեղում աղաց կա, աղում է և տալիս են։ Մի անուշ բուրմունք է գալիս մեր այս սենյակից, շատ անուշ հոտ ունի այս կոֆեն, միշտ վերցնում ենք արաբիկա, գնել է սող, կարտոֆիլ դեռ ունեինք, բայց նորից վերցրել է կարտոֆիլ, այստեղ այս կանֆետներից են շարիկ, շոկոլադը, արախիսը շոկոլադի մեջ, այս շամպուները հետո կասեմ, այստեղ հանքային ջուր, երեխաներին լիմոնադ, սա էլ տվազ, հիմա այստեղ գնել է սիրելիներս պիլմինի, շատ համով են, բիգ բուլ, շատ համեղ պիլմինիներ են, 2 պակետ, գնել է պատրաստի այսպիսի կոտլետներ, հավի կոտլետներ են, նորից շատ համեղ են, փորձել ենք, 2 պակետ, ամեն մեկը 4 հատ են, ձու է գնել 20 հատ, 10 հատով, գնել է հավ, պիծի լինկա շատ լավ հավ է, համեղ է, կարևորը համեղ է սիրելիները, հա, 4 հատ է գնել այս կոտլետներից, սիրելիներս, 4 պաչկա, հիմա այս կոտլետները, հավը, պելմենին, սիրելիներս դնեմ, սառնարանա պելմենին մառազեկան կհանդիպենք, գնել է պաշտետ, Միկոյան ֆիրման է, պաշտետն էլ ենք ուտում, շատ համով է, Պապա մոժը բժշկական երշիկ, դոկտորսկի կալբասա, նաև կապչոնի կալբասա է գնել, ստալիչնի, այս չեկն է պահենք, 2 հատ թթվասեր, միշտ գնում ենք սիրելի հետևորդներ ջան, թթվասերը 20 կամ 25%-անոց և այս թթվասերը շատ համեղ է, շատ, գնել է հայկական մեր լոխումը, արդեն բացել ենք, կոֆե ենք խմել, սա առանձին դնեմ, շատ կծու կեչուտ է, մանր աղ և կարակ, հիմա հալվել է արդեն, շատ շոք է, կդնեմ սառնարանը, գնել է պիվա, իկրա, բադրջանի իկրա է, ասեմ, որ համով է, շատ, այս տարի ես չէի թակել, ճիշտն ասած, մեկ-մեկ որդիս գնում է, սա կանանչ գարոխ է, ոլոր սալատ կսարքեմ, երեխաները շատ սիրում են գարոխով սալաթը, ստալիչնին, կաթ, մակարոններ, և սպագետի, համով է լինում սպագետին, պապլիկայով, այստեղ խոնավ անձեռնոթիկ, նորից գարոխ, կանաչ ոլոր, տոմատի մածուկ, ինձ համար պանիր,
ինձ համար տվարով, չնայած բոլորս էլ ուտում ենք, բայց սա ես առավոտները միշտ օգտագործում եմ տվարով, յոգուրտ և այս հալված պանիրը։ Սա պանիրի սոուս է, սա մայոնեզ է, միշտ վերցնում եք սիրելիներս լորի ձվով պատրաստված մայոնեզ, շատ համով է, շատ։ Սա տատարսկի կեչուտ է Մախիև, շատ համով է, երեխաների համար է, գնեք քաղցր է, դե կծու երեխաները չեն կարող ուտել, շատ կծու է, այս չիլին շատ կծու է։ Երկու հատ էլ, սա լեչո է, նորից համով է, փլավների հետ, երեխաներն ուտում են, նրբ երշիկների հետ, սա էլ նրբ երշիկ է, երկու պաչկա նույնից է, այստեղ սպագետի է, սա չեկն է կպահենք, չեկը անպայման պահում ենք և պետք է գալիս սիրելիներս, սկիպկա է, սա է կեֆիրը, այստեղ հիմա ցույց տամ և դնեմ իրեն տեղը, օճառ է, այս կանդիցաներն է, հատիկավոր, մի անուշ հոտ է գալիս, հատիկավոր է, հեղուկ չէ, լվացքից մի յուրահատուկ հոտ է գալիս, անցած անգամ ապելսինիներ, այս անգամ սվեժս և օգտագործում ենք այս վերջերս այսպիսի ամանի կներեք լվացքի հեղուկը, փոշին չենք առնում, նույնից միշտ առնում ենք, քանի անգամ առել ենք, նորից շատ լավն է, շատ ընտիր լվացքի հեղուկ է։ Այստեղ ասեցի, որ թաց անձեռնոցիկ է և սիրելիներս, այսենց 400 հատ անձեռնոցիկ ամեն օրվա, սա այդպես ձեռք է տալի և էժան է, այստեղ էլ արդեն գիտեք։ Սիրով գնումները ցույց տվեցի և դուրս եմ եկել պատշգամբ, որդիս էլ անցավ իր գործին, շատ շոք է սիրելի հետևորդներ ջան, աշխատել չի լինում, արևը վառում է, սառը ջուր բերիր, հենա բաժակը Մարինե ջան, լիմոնի ջուր ա թող խմեն, թե սովորական ջուր է։ Չէ, սովորական է։ Հա։ Մի հատ էլ կոֆե դիր բեր, դրսում հենց խմենք նորից, երկրորդ կոֆեն ենք խմում, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ դրեք, միասին խմենք։ Այսօր էլ ասել է եղանակի տեսությունը 30-ից 32 աստիճան տաքություն է լինելու։ Տաք է, դրա համար էլ բույսերը լավ ծլել են, կանաչիները լավ ծլել են։ Անգամ բամյան 3 օր չկա, տնկել ենք դուրս է եկել, լոբին էլ դուրս է եկել, տաքությունից է, թող տաք լինի, որ մեր ցանածը արդյունք ստանանք, թե չէ անձրևները լրիվ փչացնում են։ Շուտով շատ սիրուն կլինի այս մասը, ծաղիկները, ծաղկանոցը կփոխվի, սիրելի հետևորդներ ջան, ես էլ ձեզ հետ սիրով կկիսվեմ և ցույց կտամ։ Ինչ բոզու շարես կրեմ կտանեմ։ Արեսի տետա, որտա չկանգարը կրի գործա, որտա չի դի։ Կարելի այդ ծաղիկների համար այդ հողից մաքուր վերցնել, հա։ Լավ խողի, մաքուր խող, հա, վեդրո չկա, բերեմ դնեմ, Կոլոն եմ անում ընդ է։ հա, կվերցնենք։ Հա ջան,
կոֆե երկրորդ ռեյսը եկա։ Հա, երկրորդ անգամ ենք խմում սիրելիներս կոֆեն արդեն։ Բա Մարինեի ձեռի դրած կոֆեն ինչքան համով է։ Չէ Մարինե ջան։ Չեմ փորձել։ Չեմ կարած։ Չեմ փորձել։ Գիտես որ գրում են Մարինեն իր մայրիկի օգնականն է։ Տատիկին էլ հետը։ Շատ մերսի։ Ոյ շոկ հնատանց հետո ջուր քայլ։ Հենա ջուրը սառը խմի։ Այսպես գեղեցիկ տեսարան եմ բերել ձեզ։ Տեսնում եք ինչ գեղեցիկ տեսարան է։ Աղները սա թփելի вообще սի։ Իհարկե, տերևներն արդեն դուրս են եկել խաղողի, կնկարենք արևա հիմա։ Երկու հատ փոքր տույա, մատենը լացտե տնենք։ Յաշիք։ Կան ճոճանալի հետո Կդնենք գեղեցիկ ծաղիկներ, հələ կզարդարենք։ Ապրես, ապրեսին աղջիկ։ Ապրես։ Դառնես չէ դրել։ Ապրես։ Ոնց են ծլվելում թռչուններն, այդ շոքին էլ են դայլայլում։ Առավոտ շուտ ժամը 3:30-ից սկսում են։ Դեռ լույսը նոր բացվում է, 3:30-ից մեզ մոտ արդեն լույս է, առավոտ շուտ 3:30-ից, լսում եք, շուտով այս մասը կգեղեցկանա սիրելիներս, թե ծաղիկներով, թե վերջացնեն քարերը շարեն, հազիվազատ ժամանակ են գտել, որ գնացին աշխատանքի, էլ չեն կարող ոչ մի բան մեր համար անել։ Որդիս էլ տեսեք, ինչքան է տանջվում, հողամաս, այս բակն է մաքրում, հորում է, հիմա պետք է բետոն են անում, քար են դնում, ավազ են լցնում, մի խոսքով խառը գործերի մեջ հանգստություն չունի, առավոտվա 6-ից արթնանում է մինչև գիշերվա 10-ը, դրսից ներս չի գալի։ Կաբալի կոֆե խմի խաչավը։ Դուր թող խմի։ Մարինե, դու էլ գնաք հո գարդիրոբը, դարակները, սիրուն, դասավորի, նասկիները, նորից վերանայի։ Արդեն մեծ աղջիկը ինքն է անում լրիվ։ Այսօր 3 լվացք է արել, բերել է շորերը, ծալել եմ, պետք է հարթուկենք, ուղղակի շատ շոկ է։ Երևի երեկոյան են հովին, ամենահով ժամանակը 8-ից հետո կհարթուկենք։ Հիմա այսօր այս կողմի վրա ենք նստած, որովհետև այստեղ են աշխատում, այստեղ են կոֆե խմում, հայատ չեն գնացել, առավոտվա կոֆեներ, տեսակ այստեղ խմեցինք։ Սիրելիներս, շնորհակալ եմ, ասահման ձեր բարի գրառումների համար, ինքան լավ գրառումներ եք գրում, գովաբանում եք հարսիս, ընտանիքիս, թոռներիս, տղայիս, ամուսնուս, անչափ ասահման շնորհակալ եմ։ Գրում եք, որ իսկական հայ օջախ եք, այո սիրելիներս, միասին, միաբան, միահամուռ անում են գործը, հավասարաչափ, ամեն մեկս մի գործ ենք անում, եթե ինձ չեն թողնում հողամասում, ուրեմն ես պետք է պատրաստեմ տան գործերով զբաղվեմ, գոնե այդպես օգնեմ, որ հարսս գործից գալիս է, ես էլ որ աշխատում էի հոգնած տուն էի գալի, հիմա գոնե ճաշը եփած լինի, մաքրած, պատրաստի, որ ուտեն ու մտնեն հողամաս, փառք Աստծո, հողամասի գործերը բավականին թեթևացել է, համայրա տնկելու բան չկա, մի փոքր տեղ այստեղ խաղողի վազերի տակ մաքրելու խոտ կա եւ ծաղկանոցում կա, մի անգամ էլ մաքրի, արդեն այդ ծաղկանոցն էլ պետք է տեսնենք, չեմ ուզում ամպագորգոր բառեր խոսել, որ հետո ամոթանեմ, հանգարց չստացվի,
Ավելի լավ է, ասեմ, հետո ցույց կտամ։ Ոնց կընթանա աշխատանքը։ Կարևորը այս մասն է, բակի, որ մաքուր լինի, անձրև չգա։ Մեր ոտների տակը մաքուր լինի։ Հələ արևը ոնց է վառում։ Դուք ինչպես եք, սիրելիներս։ Ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք եւ օրհնված լինեք։ Կեշանել է սկսել էլը նորից։ Մի մոմենտ ձայնը կտրեց, հիմա նորից երգում է, խոսում է, չգիտես ինչ է անում։ Խմեցի, վերջացրեցի, սիրելիներս, ես գնամ իմ գործին, հետո կտեսնենք որտեղ ենք հանդիպում։ Իսկ մեկ չի շախտուր։ Ինչ ես անում, Նորո ջան, բետոն։ Մի թեթև արևի հետ քամի սկսվեց, թոհով լնի, քամին պետք է այսօր շատ շուքը։ Այնտեղ էլ ամուսինս ավազ է լցնում, որ սեղմեն, ամրացնեն, նոր բետոնը լցնեն, քարը դնեն, այս մյուս քարի նման, բոյզորի նման, հիմնապատ ոնց որ լինի, էլի։ Բայց ծաղիկներ ինչ լավ բացվել են, ծաղկել են, շատ գեղեցիկ ծաղիկներ են, շատ։ Հիմա լցրեց միքսերով կհարի։ Միքսերով գործը հեշտանում է, էլի ձեռքով շատ դժվար է, որ այդքան բետոնը խառնեն։ Այսպես ամրացնում են։ Սիրելի հետևորդներ ջան, շարեցին, վերջացրեցին, տեսեք ինչքան գեղեցիկ ստացվեց, դեռ էլ ավելի կգեղեցկանա, ընթացքը ինչ գործան են, սիրով ձեզ ցույց եմ տալու, այսօրվա համար այսքանը սիրելիներս, ձեզ հետ էին ձեր շատ սիրելի տիկին Մարինեի ընտանիքը, մաղթում եմ ձեզ եղեք միշտ առողջ, օրհնված, ուրախ և երջանիկ, սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան։